քաղաքականություն է ձեզ իրականացնում Հայաստանի իշխանությունը, երբ մի կողմից ամենավերջին վիրավորական խոսքն է ուղղում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ուղղությամբ։ Հայաստանի գործող ապազգային եւ թրքամետ իշխանությունները իրականացնում են ապաշնոր դիվանագիտություն եւ արտաքին քաղաքականություն։ Վրաստանը Սաակաշվիլի օրոք փորձեց սրել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, արդյունքում կորցրեց Հարավային Օսեթիան եւ կորցրեց Աբխազիան։ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը իր թվականակով թուրքական բանակն է։ ՆԱՏՕ-ի համազգեստով թուրք զինվորն է մտնելու Հայաստան։ Եվրոմիության դրոշը դրել էին ազգային ժողովի ամբիոնի վրա եւ քննարկում էին հանրաքվե կազմակերպենք, դուրս գանք ԵԱՏՄ-ից, դուրս գանք ՀԱՊԿ-ից, մտնենք Եվրոմիություն։ Ուրեմն խաբում են մեր ժողովրդին։ Հարց է հնչում, եթե դուք թրջկոտում եք դեպի արևմուտք, ուրեմն հեռացեք նաեւ տնտեսական այն հարթակից, որից շարունակում եք օգտվել։ Ճիշտ հարց չէ՞, հնչեցնում։ Ուրեմն մենք ոչ ռուսամետ ենք, ոչ էլ արևմտամետ ենք։ Պուտինին նկարել են, գրել են տակը ուբիցա ու բան, ոնց որ ասած հեռացեք այստեղից եւ այլ։ Դրանով իսկ նրանք սրում են մեր հարաբերությունները։ Ռուսաստան արդեն հստակ ասում է, գնում եք, դուրս եկեք ուրեմն ԵԱՏՄ-ից։ Այսինքն ինչ կկատարվի մեր տնտեսությունը, կպայթի ներսից, թե գուցե ինչպես Փաշինյանն է ասում, շատ է լավ է լինելու, դռները կբացենք Թուրքիայի հետ, կհամագործակցենք Ադրբեջանի հետ, պամիդոր, վարունգ, ինչ կուզեք, վաճառեք, հանգիստ ապրեք հայեր, որտեղ հաց այնտեղ կա։ Հաջորդ օրը Վազգեն Սարգսյանը զանգեց ինձ։ Բազյան, հարցազրույց կարդացի, լավն էր հարցազրույցը, բայց Նիկոլնովա, որ դու դրա հարցազրույց ես տալիս, չես տեսնում նա ինչեր է գրում բանակի դեմ։ Ես ուզում եմ հիշեցնել գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, որ մենք Ադրբեջանի դեմ պատերազմելու շանս չունենք։ Դա գլխավոր շտաբի պետն է հայտարարում։ Նույն բանը հայտարարում է Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Ում եք պետք, եթե դուք ղեկավարում եք ռազմական կառույցներ, ու մենք շանս չունենք Ադրբեջանի դեմ պատերազմելու։ Ինչ իրավունք ունի Նիկոլ Փաշինյանը նման հրահանգ տալու պաշտպանության նախարարությանը կամ նախարարին։ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Հայաստանը եւ Արցախը միասին միացած ունեին ավելի քան 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ Գլուխ է գովում Ալենա Սիմոնյան, թե բա այդ փողերը, այդ որ վերցրել ենք, գնացել է զենքի համար։ Դե թող պայմաններ ստեղծեն 500,000 հայ գնան Ադրբեջան։ Եվ նրանց ապահովեն տնով, ամեն ինչով ու հայերենն էլ դառնան Ադրբեջանում երկրորդ պետական լեզու։ Ոնց որ իրանք են պահանջում։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է եթերում հյուրս այսօր Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման ղեկավար, Համահայկական ազգային միասնության խորհրդի վարչության անդամ, Պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Բազեյան, հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Պարոն Բազեյան, այսօր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը նրա ղեկավար Ալեն Սիմոնյանը Հայաստանում պաշտոնապես ընդունել է Ռուսաստանի Դաշնության, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոին եւ նրա գլխավորած պատվիրակությունը արդեն նաեւ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեսեք, հակառուս այս իշխանությունները, մասնավորաբար հակառուս հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանը, ով ընդամենը վերջերս հայտարարում էր, թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սանձազերծում Հայաստանի դեմ, եւ առհասարակ այս իշխանության բոլոր ներկայացուցիչները, այդ թվում նաև Ալեն Սիմոնյանը, հաճախ են խոսում այն մասին, որ Ռուսաստանն է, որ հանձնեց Արցախը, տարբեր հարցերում մեղադրում են Ռուսաստանին։ Բայց խնդրեմ, նման այցերը երբ լինում են, շատ ջերմ հարաբերություններ, հայտարարում են, որ մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, պետք է զարգացնենք երկկողմ հարաբերությունները, խոսում են խորհրդարանական այդպես ակտիվ համագործակցության մասին։ Եկեք հասկանանք ինչ է կատարվում, հա, ինչ քաղաքականություն է ձեզ իրականացնում Հայաստանի իշխանությունը, երբ մի կողմից ամենավերջին վիրավորական խոսքն է ուղղում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների ուղղությամբ, ընդ որում ընդհանուր մինչև երկրի ղեկավարին, հա, վիրավորում են Վլադիմիր Պուտինին, եւ հետո հանկարծ շատ ջերմ հանդիպումներ, այցեր, այս ամբողջին ինչ անում կտակ դուք, պարոն Բազեյան, ինչ է կատարվում, որն է սրանց արտաքին քաղաքականությունը, մասնավորաբար Ռուսաստանի հետ կապված։ Հայաստանի գործող ապազգային եւ թրքամետ իշխանությունները իրականացնում են ապաշնոր դիվանագիտություն եւ արտաքին քաղաքականություն։
Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք բազմաթիվ կապեր։ Դեռ 97 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք կնքվել է համաձայնագիր, հայ-ռուսական համաձայնագիր, որի հիման վրա ռուսները ունեն ռազմաբազա Գյումրիում եւ պաշտպանում են հայ-թուրքական սահմանը։ Բացի դրանից մենք ԵԱՏՄ անդամ պետություն ենք, որի գլխավոր դերակատարը Ռուսաստանի Դաշնությունն է, դրանից զատ մենք նաեւ ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, որի գլխավոր դերակատարը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանի հետ մենք ունենք ռազմաքաղաքական հարաբերություններ, Ռուսաստանի հետ ունենք տնտեսական հարաբերություններ, շատ ասենք ոլորտներ, գազը Ռուսաստանից է գալիս, Ռոբերտ Քոչարյանի օրոք ցավոք սրտի, ուրեմն $200 միլիոն պարտքի դիմաց շատ բան տրվեց Ռուսաստանին, բաշխիչ էլեկտրոսանցերը, ատոմակայանի կառավարումը, երկաթգծի կառավարումը, մի շարք ասենք մարզ գործարանը, հանքեր եւ այլն։ Եվ մենք մեզ ավելի շատ ոնց որ ասած մտցրեց Ռուսաստանից կախվածության մեջ, բայց մենք այլ երկ չունենք, Ռուսաստանի հետ մենք ունենք ես արդեն նշեցի ինչպիսի հարաբերություններ ունենք, մենք չենք կարող կտրել այդ հարաբերությունները։ Ես օրինակը բազմիցս բերել եմ, Վրաստանը Սաակաշվիլի օրոք փորձեց սրել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, արդյունքում կորցրեց Հարավային Օսեթիան եւ կորցրեց Աբխազիան։ Մենք չունենք այլընտրանք։ Մենք չենք կարող ՀԱՊԿ-ից դուրս գալ, գնալ ՆԱՏՕ։ ՆԱՏՕ-ի ֆորպոստը, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը իր թվականակով թուրքական բանակն է։ ՆԱՏՕ-ի համազգեստով թուրք զինվորն է մտնելու Հայաստան։ Այսպես կոչված արևմտամետերը կամ պսևդո արևմտամետերը, որոնք ամիսներ առաջ ուրեմն Եվրոմիության դրոշը դրել էին ազգային ժողովի ամբիոնի վրա եւ քննարկում էին հանրաքվե կազմակերպենք, դուրս գանք ԵԱՏՄ-ից, դուրս գանք ՀԱՊԿ-ից, մտնենք Եվրոմիություն։ Ուրեմն խափում են մեր ժողովրդին, ցավոք սրտի։ Եթե պետբյուջեից մեծ գումարներ ուրեմն դուրս գրեին, հանձնաժողովներ ձևավորեին, տպեին, ասենք, քարոշչա թերթիկներ եւ այլն ու գնալ քարոշչություն, Հայաստանի ժողովուրդը ելնելով ուրեմն օբյեկտիվ իրավիճակից ելնելով որոշակի հակառուսական տրամադրություններ մեր ժողովրդի մոտ կան այսօր իրականում, այդ ուրեմն իրավիճակից ելնելով, եթե Հայաստանի ժողովուրդը 100%-ով էլ կողմ քվեարկեր, որ մենք մտնենք Եվրոմիություն, Եվրոմիությունը մեզ չեր ընդունելու։ Այնտեղ մեզ չեն սպասում։ Ես օրինակները բազմիցս բերել եմ։ Ուկրաինան փորձեց գնալ Եվրոմիություն, Ռուսաստանը հարձակվեց իր ցեղակիցներ ուկրաինացիների վրա, Ուկրաինայից անջատել են Դոնեցկի մարզը, ուրեմն Լուգանսկի մարզը, Ղրիմը, հիմա էլ ասենք Զապորոժիան են բանանում փորձում վերցնել եւ այս պատերազմը, ռուս-ուկրաինական պատերազմը ավարտվելու է նրանով, որ ռուսները վերցնելու են նաեւ Օդեսան եւ կտրելու են Ուկրաինայից Սև ծովից։ Անկախ նրանից, սա ռուս-ուկրաինական պատերազմ չի, սա Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմ է։ Նա Ուկրաինային միլիարդավոր, տասնյակ միլիարդավոր դոլարներով արևմուտքը օգնում է, Միացյալ Նահանգները, Եվրոմիության պետությունները եւ այլն, բայց Ռուսաստանի թիկունքին էլ աշխարհի արդեն տնտեսությամբ Ամերիկայից համարյա անցած Չինաստանն է իր հզորությամբ տնտեսական երկրորդն էր միշտ, հիմա մոտավորապես արդեն հասել է Ամերիկային, Չինաստանը, որը ատոմային տերություն է, Իրանը, որը եւս որքան գիտեմ մոտ է ատոմային տերություն դառնալուն, ուրեմն բանը Հնդկաստանը, որը ատոմային տերություն է եւ իր տնտեսական հզորություններով աշխարհի 4-րդ պետությունն է, այդ թվում նաեւ Հյուսիսային Կորեան, որը եւս ատոմային տերություն է։ Այս իրավիճակն է տիրում ուրեմն Ռուսաստան-արևմուտք հարաբերություններում։ Իսկ մեր այսպես կոչված պսևդո արևմտամետները, որոնք փորձում են, ասենք, քարոզել, ընտանել հակառուսական քարոզչություն, ակնկալելով արևմուտքից ստանալ քաղաքական եւ ֆինանսական աջակցություն եւ երկարաձգել գործող նիկոլական ապազգային թրքամետ իշխանությանը, բայց դա նրանց չի աջողելու։ Իդեպ ասեմ, որ Ռուսաստանը հրաշալի հասկանում է, թե ինչ խաղեր է խաղում, հա, Հայաստանի իշխանությունը, եւ ես օրերս կարդացի Կոստանտին Զատուլինի հետևյալ հայտարարությունը Պետդումայի հարցերով Եվրասիական ինտեգրման հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոստանտին Զատուլինը տեսեք ինչ է ասում է Ռուսաստանը Երևանը ցանկանում է վերակողմնորոշվել դեպի արևմուտք, բայց միևնույն ժամանակ շարունակում է օգտվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերից եւ դա արդար չէ եւ անկեղծորեն ճիշտ է նկատում, հա, Զատուլինը, եթե դուք թեքվում եք ու անընդհատ ձեզ նետում եք դեպի արևմուտք
եթե մեր երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հիացմունքով 1 ամիս առաջ էր, եթե չեմ սխալվում, եվրոպական դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այո, մենք մեր ճակատագիրը, մեր ապագան արդեն որոշել ենք եւ այդ ապագան արևմուտքում է, Եվրոպայում է։ Եթե ամեն իր բոլոր ելույթներում նույն շեշտադրումներն անում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, առավել սուր վիրավորական քննադատական խոսք դեպի ռուսական կողմը ուղղում է ազգային ժողովի նախագահը, պարզ չի, որ հարց կառաջանա ռուսների մոտ, ինչ եք դուք ուզում, ի վերջո կողմնորոշվեք, որտեղ եք դուք, եթե արևմուտք եք գնում, գնացեք արևմուտք, մի օր էլ ռուսները կասեն, չէ, շատ եք ուզում գնալ, շատ լավ, կհանենք նաև մեր բազան, ռազմաբազան, ինչպես արեցին եւ հեռացան նաև Արցախից, չէ, քանի որ չեղավ այդ ընդհանուր փոխընկալումը եւ այլն։ Հիմա պարոն Բազյան, ինչ իրավիճակ կստեղծվի մեր երկրի համար, ես ուզում եմ դա հասկանալ։ Դուք թվեցիք շատ կարևոր շեշտադրումներ արեցիք, Ռուսաստանի կարևոր դերը տնտեսական առումով, որպես գերտերություն լինելը, ի վերջո դաշնակից պետություն է, ավելացնեմ, հազարավոր, տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ հիմա արդեն մեկնել են Ռուսաստան եւ աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղից փող են ուղարկում իրենց ընտանիքներին ապրելու համար։ Մեր մոտ չկան նման աշխատատեղեր, այդքան աշխատատեղեր։ Անկամ Ղազախստան են գնում Հայաստանից աշխատելու համար եւ այնտեղից փող են ուղարկում ուրեմն Հայաստան։ Ես օրինակը կարող եմ համեմատական բերել, բազմաթիվ հնդիկներ էլ Երևանում, Հայաստանում են աշխատում, որովհետեւ ասենք այնտեղ շատ ուրեմն Հնդկաստանում շատ մեծ է տարբերակումը ահագին մեծահարուստներ կան, որոնք ունեն հսկայական միլիարդավոր, տասնյակ միլիարդավոր դոլարներ, բայց կան նաև շատ աղքատ մարդիկ, որոնք գալիս են Հայաստան աշխատում են եւ $1 նրանց համար փող է։ Հասկանալի, ես հիմա ուզում եմ հետեւյալին անդրադառնանք, որ Ռուսաստանում բարձրաստիճան, ասենք, ղեկավարների, հայտնի գործիչների մակարդակով Հայաստանի կողմից վարվող քաղաքականության հարցում կա լուրջ անհանգստություն։ Դարձյալ հողումս պիտի տամ Կոստանտին Զատուլինին, ով ասում է, որ դուք հապկում շարունակում եք ձեր ցանկացած ձևով համագործակցությունը, ասենք, անդամավճարներ օրինակ չեք վճարում եւ այլն, բայց միևնույն ժամանակ շարունակում եք մնալ ԵԱՏՄ, այսինքն Եվրազիական միության անդամ։ Այսինքն հարց է հնչում, եթե դուք թռչկոտում եք դեպի արևմուտք, ուրեմն հեռացեք նաև տնտեսական այն հարթակից, որից շարունակում եք օգտվել։ Ճիշտ հարց չեն հնչեցնում ռուս գործիչները։ Զատուլինը հայամետ քաղաքական գործիչ է, բազմիցս նա իր ուրեմն մոտեցումները տարբեր հարցազրույցների միջոցով, տարբեր ասենք ելույթների միջոցով հայտարարել է իր ուրեմն գործունեությունը ուղղված Հայաստանի ուրեմն Հայաստանի հզորացմանը մեր շահերից ելնելով հանդիպումներ ու հայտարարություններ արել ուրեմն Զատուլինը։ Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կողմնորոշումներին, մենք ոչ ռուսամետ ենք, ոչ էլ արևմտամետ ենք։ Մենք Հայաստանամետ քաղաքական գործիչներ ենք, զբաղվում ենք քաղաքականությամբ։ Մեզ համար անընդունելի են դրսից ֆինանսավորվող ցանկացած քաղաքական ուժերի գործունեություն կամ քաղաքական գործիչների գործունեություն։ Դա կլինի Ռուսաստանից, դա կլինի Արևմուտքից, նրանք ովքեր ֆինանսավորվելով Սորոսական հիմնադրամից կամ Ռուսաստանի Դաշնությունից փորձում են իրականացնել Հայաստանում քաղաքականություն, մեզ համար դրանք անընդունելի են։ Կան, այո, քաղաքական ուժեր, որոնք, ասենք, ընդգծված ռուսամետ քաղաքականություն են տանում, որը մեզ համար անընդունելի է։ Արտաքին քաղաքականությունը պետք է լինի ճկուն, պետք է լինի հավասարակշռված, բալանսավորված արտաքին քաղաքականություն, որտեղ Հայաստանի Հանրապետության շահերը ուրեմն համընկնում են Ռուսաստանի Դաշնության հետ, ուրեմն նախկին Խորհրդային Միության հանրապետությունների հետ, այնտեղ համագործակցում ենք այդ պետությունների հետ, որտեղ Հայաստանի շահերը համընկնում են բնականաբար Իրանի հետ, Հնդկաստանի հետ, Հունաստանի հետ, որոնք լարված հարաբերություններ ունեն Թուրքիա եւ թուրքական աշխարհի հետ, փոխշահավետ հարաբերություններ, այնտեղ մենք համագործակցում ենք այդ պետությունների հետ։ Եվ միակողմանի, ասենք, որևէ կողմնորոշում, նորից եմ կրկնում, մեզ համար անընդունելի է։ Մեզ համար կներեք անընդունելի է նաև այն վերաբերմունքը, որ ցուցաբերեցին Ռուսաստանի ուրեմն արտգործնախարարի հանդեպ որոշ քաղաքական ուժեր Արման Բաբաջանյանի այսպես կոչված հանուն հանրապետության կուսակցությունը, ովքեր Պուտինին նկարել են, գրել են տակը ուբիցա ու բան, ոնց որ ասած հեռացեք այստեղից եւ այլն։ Դրանով իսկ նրանք սրում են մեր հարաբերությունները, բանը
ուրեմն Ռուսաստանի Դաշնության հետ եւ բացասական տրամադրություններ են առաջացնում ղեկավարության կամ հանրության մոտ Հայաստանի կամ հայերի հանդեպ։ Դեռ Արման Բաբաջանյանի եւ մյուսներին կանդրադառնանք քիչ անց, որովհետեւ այսօր նրանք եւս դրսեւորել են իրենց հակառուս լինելը, բայց մինչ այդ ես ուզում նորից հարցս ուզում հասկանանք հետեւյալը։ Ռուսաստան արդեն հստակ ասում է՝ գնում եք, դուրս եկեք ուրեմն ԵԱՏՄ-ից։ Այսինքն ինչ կկատարվի մեր տնտեսությունը, կպայթի ներսից, թե գուցե ինչպես Փաշինյանն է ասում, շատ է լավ է լինելու, դռները կբացենք Թուրքիայի հետ, կհամագործակցենք Ադրբեջանի հետ, պամիդոր, վարունգ, ինչ կուզեք, վաճառեք, հանգիստ ապրեք հայեր, որտեղ հաց այնտեղ կաց։ Ուրեմն գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փորձում է հաջողանալ Թուրքիային եւ Էրդողանին։ Ես օրինակը կարող եմ բերել։ Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հրավիրել էր 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների Հայաստանի պետբյուջեի հաշվին, հարցազրույցներ տվեց ուրեմն այդ թուրքական լրատվամիջոցներին, գովաբանելով Թուրքիային եւ Թուրքիայի ղեկավարությանը, ակնկալելով ապագայում Թուրքիայից եւ Էրդողանից ստանալ ուրեմն առաջիկա ընտրություններում քաղաքական եւ ֆինանսական աջակցություն։ Այդ թուրք լրագրողները գնալով Թուրքիա Հայաստանը ներկայացրեցին որպես շատ աղքատ, շատ վատ պետություն, ու բացի դրանից նրանք Երևանը գրեցին, որ դա Էրզինջան իբր թե թուրքական քաղաքն է, որ պարսկական կապուտ մզկիթն էլ իրանական մշակույթի հուշարձանը իբր թե թուրքական է։ Այդ նույն հուշարձանի վերաբերյալ բանը ակնկալիքներ ունեն նաև մյուս թուրքերը, ադրբեջանցիք, որոնք հայտարարում են, որ դա իբր թե ադրբեջանական բան է, հուշարձան է, Երևանն էլ իբր թե Ռևան խանի հիմնադրած Իրևան քաղաքն է, որը հայերը փոխել են, դարձրել են ուրեմն Երևան։ Բացի դրանից նրանք հայտարարում են, որ հայերը ուրեմն անհանդուրժող են իրենց այլ ազգիների հանդեպ, շովինիստներ են, դրա համար Հայաստանում չկան այլ ազգիներ, մոնոլիտ պետություն է, իսկ Ադրբեջանը բազմազգ պետություն է։ Ես ուզում եմ այդ թուրքերին հասկացնել, բացատրել, որ Հայաստանն էլ է բազմազգ պետություն։ Մեր եղբայրներ, եզդիները, հույները, ասորինները, այդ թվում նաև քրդեր կան Հայաստանում, այլ ազգիներ, ռուսներ, խառնամուսնությունների ձևով նաև ուկրաինացիներ, վրացիներ եւ այլն, եւ որևէ տարբերակում մենք երբեք չենք դրել հայերի ու նրանց Հայաստանի քաղաքացիների միջև անկախ նրանց ազգությունից։ Բացի դրանից, նույն եզդիները, հույները, ասորիները մեր հետ համահավասար կռվել են Թուրքի դեմ, Ադրբեջանի դեմ եւ առաջի Արցախյան պատերազմում եւ 44-օրյա պատերազմում։ Պարոն Բազյան, դուք արդեն խոսեցիք, ես հիմա դառնամ Արման Բաբաջանյանին, ուրեմն կա արդեն մի խումբ, ձևավորվել է այդ խումբը, դուք ճիշտ հիշեցրեցիք, այո, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի այցի ժամանակ, պաշտոնական այցի ժամանակ, նրանք շատ այսպես բնութագրում ինքս չտամ, բայց տարբեր լրատվամիջոցներ, տարբեր վերլուծաբաններ լրատվամիջոցներով արտահայտվեցին, որ ցինիկ պահվածք էր դա, ոչինչով չարդարացված, ասենք ինչ էին ուզում ասեն, իբր լավ, այդպես ջուրն էր մտել մեկը, այդպես ցույց էր տալիս պլակատը, այդ ձեր ասած կարգախոսով Պուտինի դեմ, լավ, ինչով օգնեցին իրենք Հայաստանին, հա, հարցեր են, չէ՞ հնչում։ Հիմա այսօր եւս Մատվիենկոյի այցի հետ կապված խորհրդարանի դիմաց դարձյալ կանգնած էր Բաբաջանյանը իր մի քանի հոգանոց թիմով եւ գիտեք ինչ է ասում, ասում է թող իմանան ռուսները, որ մենք սրանից հետո բոլոր ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին այսպես պետք է դիմավորենք, որովհետև Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ եւ նրանք չպետք է մտնեն Հայաստան ու Հայաստանը զգան իրենց որպես դուքանում են, հա, իրենց սեփական դուքանում են։ Ես շատ ուզում կարևորեմ, սա կարող ենք այսպես անտեսել անցնել, բայց այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Այս կուսակցությունը Արման Բաբաջանյանի կուսակցությունը, չգիտեմ էլ անունը ինչպես է, շատ լավ գիտենք, որ Հանուն Հայաստանի կուսակցության անվանումը։ Հա, երևի, շատ լավ գիտենք ինչպես է ֆինանսավորում, շատ լավ գիտենք, ծանոթ ենք նրա գաղափարներին, բայց ամենամեծ ցավն այն է, որ նա համարվում է Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժերից մեկը։ Նիկոլ Փաշինյանի սատելիտ։ Խորհրդատվություններ են նաև նրանք տալիս, լավ գիտենք, չէ՞։ Այսինքն այսպիսի մարդիկ են մեր իշխանության մերձ կանգնած։ Ես արդեն պարզաբանեցի, որ գործող իշխանությունը ունի մի քանի սատելիտ ուղեկցող կուսակցություններ, իշխանամետ կուսակցություններ։ Արման Բաբաջանյանի հանուն Հանրապետության կուսակցությունը, Խզմալյան Տիգրանի կուսակցությունը,
Շիրինյանի կուսակցությունը եվրոպական երկուսից մեկի, չգիտեմ որ մեկի անվանումը եւ Վազգենի եղբայր Արամ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի եղբայրապետի եղբայր Արամ Հանրապետություն կուսակցությունը դրանք այսօրվա իշխանամետ կուսակցություններն են, որոնք կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին եւ Նիկոլ Փաշինյանի տարած ուրեմն в общем ամեն ինչից մասնաբաժին են ստանում։ Այո։ Սա մեկ, երկրորդը Արման Բաբաջանյանը ուրեմն ով է որ նրան հնարավորություն են տալիս այցելելու բանում ԱԱԾ ուրեմն կալանավայրում ԱԱԾ պատվալ են ասում թե ինչ ձերբակալված Նայիրի Հունանյանին ու այդ հանցագործներին ձերբակալու եւ ներողություն այցելելու նրանց եւ տեսակցություն ունենալու նրանց հետ։ Նայիրի հետ երկար քանի որ հիշեցի այդ պահը, իմ համար անընդունելի ու անհասկանալի է որ Նիկոլ Փաշինյանը ասում է ես ձեզ կվեկալեմ կգցեմ բան ԱԱԾ-ի պատվալը, դու որ վեկալես մարդուն գցես ԱԱԾ-ի պատվալը, ով է քեզ տվել այդ իրավունքը։ Դատարանը պետքա որոշում կայացնի, լինի դատական ակցիա, դատական process, եթե մարդը հանցագործ է, կալանավայրերը տարբեր են, ասենք թե ում են ուղարկում, ենթադրենք ԱԱԾ այդ նկուղը կամ ում են ուղարկում Նուբարաշենի կամ այլ որևէ այլ կալանավայր։ Ինքը արդեն իրեն մատնում է, որ ինքը հրահանգում է, ով որ իր դեմ խոսում է, կալանավորեն տանեն, փագեն ու բան անեն։ Մեկն էլ ես եմ եղել 6 ամիս կալանավայրում, 6 ամիս էլ տնային կալանքի մեջ, քրեական գործն էլ դեռ կարճված չի, ամիսը 2-3 անգամ սուտի դատական process են անցկացնում ու ես չեմ էլ մասնակցում լիարժեք այդ process-ներին, կեսից թողում դուս եմ գալի, ասում դուք արդեն հրահանգված եք, որ փաստորեն ասենք իմ գործը չեք կարճելու։ Առայժմ կարճված չի, ես գտնում եմ իբրև թե ձերբակալվածի կամ ոչ թե ձերբակալվածի մեղադրյալի կարգավիճակում եւ իրավունք չունեն բացակայելու Հայաստանից։ Բազմաթիվ զինակից ու գաղափարակից ընկերներ եւ մարտական ընկերներ ու մարզական ընկերներ ունեմ Մոսկվայում, որոնք ինձ հրավիրում են, չեմ կարողանում գնալ։ Ստավրոպոլում, Աստրախանում, բանում Նավառոսիսկում ազգականներ ունեմ, չեմ կարողանում դուրս գալ Հայաստանից։ Դե հատուկ է արվում, որպեսզի ձեր նման մարդիկ ուղղակի այո, շփումների հնարավորություն չունենան եւ լրացնելու նաեւ նպատակ ունի բոլոր շատ լավ գիտենք, հա, արդեն 7 տարի իր այդ ձեռագրով նա աշխատում է ընդդիմադիր հատվածի բոլոր գործիչների դեմ քրեական կեղծ պատվերով սարքելով գործեր։ Չունի լիարժեք բարձրագույն կրթություն, կիսատ է թողել համալսարանում իր ուսումը, գրել գիտեր թերթում խմբագրել գիտեր, սրա նրա վրա գումարով, վարձատրությամբ հոդվածներ գրել, կամ շանտաժ անել, փոխտուր որ վրեջ չգրեմ։ Այդ մարդուն ես նրա ուղղությունից շատ վաղուց գիտեմ։ Ես նրան երբեք ֆիզիկապես չեմ հանդիպել։ Մեկ անգամ ինձ ես ազգային ժողովի նախագահի տեղակալ էի 98 կամ 99 թիվներ։ Հեռախոսով զանգահարելա, խնդրել է հարցազրույց, ասել եմ հարցերը տուր պատասխանեմ հեռախոսով։ Հարցերը տվել է, պատասխանել եմ, հաջորդ օրը Վազգեն Սարգսյանը զանգեց ինձ։ Բազյան, հարցազրույցը կարդացի, լավն էր հարցազրույցը, բայց Նիկոլնովա, որ դու դրա հարցազրույց ես տալիս, չես տեսնում նա ինչեր է գրում բանակի դեմ։ Նիկոլ Փաշինյանը միշտ ճշնամաբար է տրամադրված եղել ուրեմն հայոց բանակի հանդեպ, արցախցիների ու Արցախի հանդեպ եւ Վազգեն Սարգսյանի հանդեպ։ Ու ինքը միշտ տարել է այդ ուղեգիծը, որ Արցախը մերը չի, մենք զավթել ենք այն, որ մենք ասենք գրավել ենք այն, կուզեք հայտարարել չէ, կուզեք գրավյալ, կուզեք ազատագրված, միևնույն է պետք է հանձնենք այդ տարածքները հետ։ Եվ ինքը ամեն ինչ արեց, որ այդ Արցախյան 44 օրյա պատերազմում լինելով հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար այնպես արեց, որ մենք պարտություն կրենք, ու ինքը Արցախ հանձնի Թուրքին։ Ոչ միայն Արցախն հանձնեց Թուրքին, այլ նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հանձնեցին Թուրքին, նաև 6 միլիարդից ավելի ռազմական տեխնիկա հանձնեցին Թուրքին։ Քանի որ դուք այդ տեսանկյունից այո նաև ներկայացրեցիք ով է այս ղեկավարը, ով է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ես կուզեմ նաև խոսենք հետևյալի մասին, թե ինչպես է նա վերաբերվում այսօր մեր ինքնության հենասյուն համարվող հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ, ինչպիսի զարուրելի հայոյախոսություն իր ֆեյսբուքյան գրառումները, ուղղակի ես հետևում եմ լրատվամիջոցներին, այս անգամ լրագրողներն իրենք հարցերի մեջ անհարմար են զգում բարձրաձայնելու եւ կրկնելու այդ մարդու ասած խոսքերը։ Մենք հասել ենք այն իրավիճակում, որ երկրի մի ղեկավար ունենք, այսպիսի ղեկավար երբեք չենք ունեցել։ Մարդիկ կարող են տարբեր վերաբերմունք ունենալ այս կամ այն կառույցի հանդեպ, բայց հայոյախոսել այս կերպ, այն էլ սրբության հա եկեղեցու հասցեին մեկ դիտարկում եւ կուզեմ ձեզ լսել, պարոն Բազյան, ուզում եմ ասել
եւ ուզում եմ որ մեր ժողովուրդը նաեւ իմանա, որ Նիկոլ Փաշինյանը ամենևին էլ նոր չէ, որ իր այսպես աղանդավորական կեցվածքն է ցույց տալիս եկեղեցու հանդեպ։ Նիկոլ Փաշինյանը իր գրչով 20 տարի շարունակ, որքան եղել է եւ կա այդ թերթը հայկական ժամանակ, նա հակա եկեղեցական հոդվածներով է մշտապես հանդես եկել մեր հոգեվորականների դեմ սուտ ու կեղծիկ տարածող բամբասանքի մակարդակի կեղտոտ կեղծիկ տարածող լուրեր է տեղադրել իր իսկ թերթում։ Հիմա այս մարդը վարչապետի պաշտոնում է եւ այդ պաշտոնից է նա վարկաբեկում մեր եկեղեցուն։ Մենք ոնց պետք է պայքարենք այս երևույթի դեմ։ Ուրեմն նախ ես պարզաբանեմ, որ ես ինքս հավատացյալ չեմ, բայց ես հարգում եմ հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, հայապահպան հատկապես գործունեությունը, հատկապես Սփյուռքում, որովհետև Սփյուռքի մեր հայրենակիցները համախմբում են եկեղեցու շուրջը։ Սա մեկ, երկրորդը, ես հարգում եմ մեր եկեղեցու ավանդույթները, սովորույթները, արարողակարգերը եւ այլն եւ այլն։ Ու ինձ համար անհասկանալի անընդունելի էր նման բառապաշարով, ուրեմն փորձել ասենք վարկաբեկել հայ եկեղեցուն եւ մեր եկեղեցականներին նման բառապաշարով։ Ես ինձ թույլ չեմ տալիս եթերում նման բառապաշար օգտագործել, բայց պետության առաջի դեմքը իրեն թույլ է տալիս, ես հիշեցնեմ տարի առաջ, որ հայտարարեց բանը, որ հարցրեցին падգամավորները մատ թափ մի տվեք, մատ թափ կտամ, պետք կլինի ուրիշ բան էլ թափ կտամ։ Սա մեկ, երկրորդը ուրեմն հայտարարեց, որ ին բանը եկեղեցականին հայտարարում է բանը բանու գործ չունես, գնա քերոտ կնգան դոմփի, իմ հետ ինչ գործ ունես։ Այդպեսի լկտի բառապաշարով է հանդես գալիս պետության ղեկավարը, որը մեզ համար բացարձակապես անընդունելի է։ Սա մեկ, երկրորդը ուրեմն ես ուզում եմ նաև մենք հայտարարեցինք, հանդես եկանք հայոց աշխարհազորը հայտարարությամբ դատապարտելով նման վարքագիծը բանի, ուրեմն երկրի ղեկավարության եւ մնացած ղեկավար այլ անձանց ուրեմն վերաբերմունքը մեր հայ առաքելական եկեղեցու հանդեպ եւ բնականաբար մենք սատար ենք կանգնելու եկեղեցուն, եկեղեցին դատապարտեց նման ուրեմն հայտարարությունները, բայց կարող էր ավելի խիստ ուրեմն հայտարարությամբ հանդես գալ եկեղեցին, բոլոր եկեղեցականները չեն որ սուրբ են, հասկանալի է, բայց դա եկեղեցու ներքին գործն է, թե նրանք ասենք անձնական ինչպիսի կյանքով են ապրում, դա իրենց եկեղեցիների, իրենց եկեղեցականների գործն է, իրենք կարող են ժողովներ անել, քննադատել, որևէ մեկին ասենք թե ոնց է բանանում, հա, կուսակրոնություն զրկել ասենք բանից ինչ-որ հեռացնել եկեղեցուց եւ այլն, դա եկեղեցու ներքին գործն է։ Եկեղեցին ըստ սահմանադրության անջատված է պետությունից։ Պետական իշխանությունը իրավունք չունի մտնելու եկեղեցու ներքին գործերի մեջ եւ խառնշտորելու ուրեմն ու նման վերաբերմունք դրսեւորելու հայ առաքելական եկեղեցու հանդեպ։ Պարոն Բազյան, երբ մենք կարդում ենք այս օրերին ադրբեջանական լրահոսը, ամեն ինչ պարզ է դառնում, թե ինչ ոգևորություն կա, թե նրանք ոնց են ողջունում, ոնց են ուրախացել, որ Նիկոլ Փաշինյանը նման հարձակումների է անցել հայոց եկեղեցու դեմ, եւ սա ամբողջությամբ պատկերը ներկայացնում է, այսինքն սրանից ավել էլ պետք չի ասել, եթե մեր թշնամին ուրախանում է, կնշանակում է Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն թելում է թշնամու թելը, ինչպես ասում է ժողովուրդը, ջուր է լցնում նրա ջրաղացին։ Փաշազադեի հայտարարությունից հետո թե մեր եկեղեցին, հայ եկեղեցին ասում է տարածաշրջանում անվտանգությունը խաթարում է, դրանից 1-2 օր անց Փաշինյանը նման հայտարարություն է անում, իսկ ընդամենը 3 էլ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որտեղ Էրդողանը նրան ոգևորել է, նրան ասել է ապրես, լավ ես աշխատում եւ այլ։ Մենք տեսնում ենք, չէ, որտեղից են, ինչպես ասում են, փչում քամիները, որ նա ուղղակիորեն ուղղորդվում է դրսից այն բոլոր հակահայկական ուժերից, որոնց նպատակը մեր ինքնության հենասյունը, մեր եկեղեցին ոչնչացնելն է։ Հիմա ուզում եմ հասկանալ, լավ, այս երևույթի դեմ գործնական անկյունից մենք ոնց պիտի լինենք, մենք ամեն դեպքում չեմ տեսնում ես այն սատար լինող գործողությունները, կարծում եմ, որ պետք է բոլորս դուրս գանք փողոց, ընդվզենք, հանուն մեր եկեղեցու, կանգնենք մեր եկեղեցու թիկունքին, բայց մի տեսակ անդադ բոլորս սևեռվել ենք, ասում ենք եկեղեցի դու արա սա, եկեղեցի դու նա արա, չէ, բայց մենք չէ, որ ինքներս եթե հայ ենք եւ կրողն ենք մեր հավատի, ուրեմն պետք է նաեւ կանգնենք եւ սատար լինենք մեր եկեղեցու, ոնց ենք լուծելու այս հարցերը մեր։ Ես ուղղակի մեկ օրինակ էլ բերեմ, Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում ամիսներ առաջ հանդիպելով տեղի իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հայտարարեց. դեռ պետք է պարզել, արդյոք եղել է ցեղասպանություն թե ոչ։ Եթե եղել է, ապա ինչու է եղել, ով էր մեղավոր, ինչպես է եղել,
այսինքն ինքը ակնարկում էր, որ բանը ինքը հայտարարել է ամիսներ առաջ, որ մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, բայց մեր պետությունը ամիսներ շարունակ եղել է Օսմանյան կայսրությունը։ Նիկոլն այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ ներկայիս Հայաստանը, Արցախն ու Նախիջևանն էլ մետը հետը միասին եղել են իրանական տիրապետության ներքո։ Իսկ արևմտյան Հայաստանն է եղել Թուրքիայի տիրապետության ներքո, որտեղ թուրքերը հայերի հանդեպ իրականացրել են ցեղասպանություն ու տիրացել են մեր հայրենիքին։ Ինքը նման հայտարարություն է անում ու կասկածի տակ դնելով ցեղասպանությունը եւ հայտարարեց, ինչու մինչեւ ուրեմն բանը 39 թիվը ցեղասպանության մասին որևէ խոսակցություն չկար, 59 թվից սկսեցին խոսել ցեղասպանության մասին։ Նորից եմ կրկնում, ինքը այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ ցեղասպանության մասին տերմինը հրեա Լեմկինն է ուրեմն շրջանառության մեջ դրել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ֆաշիստական Գերմանիան հրեաների հանդեպ իրականացրեց ցեղասպանություն, հոլոկոստը իրականացրեց հրեաների հանդեպ ու այդ ժամանակվանից սկսեցին դատապարտել ցեղասպանությունը բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների։ Ցեղասպանվել են թուրքերի միջոցով ոչ միայն հայ ժողովուրդն է ցեղասպանվել, այլ ցեղասպանվել են մեր ուրեմն դաշնակից եւ մեզ հոգեհարազատ ժողովուրդ հույները, ասորիները, այդ թվում նաև որոշ քանակի եզդիներ ենթարկվել են ցեղասպանության ոչ միայն Թուրքիայում, եզդիներին ցեղասպանություն են ենթարկել նաև բանում Իրաքում։ Ուրեմն այսպիսի քաղաքականություն են իրականացնում ուրեմն մեր իշխանությունները, որի, ասենք, համար պետք է հնարավորինս շուտ հեռացնել նրանց իշխանությունից։ Իմ գործունեությունը հետևյալն է. ես հանդիպելով տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, քաղաքական դաշինքների, հայրենացական միությունների, մարզային ու մշակութային միությունների ղեկավար մարմինների հետ առաջարկում եմ հետևյալը, ասում եմ, մի կողմ թողեք ձեր անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողեք ձեր արտաքին քաղաքական կողմնորոշումները, մի մասը ռուսամետ են, մի մասը արևմտամետ են, մի կողմ թողեք ձեր ուրեմն քաղաքական ծրագրերն ու որտեղ չկան այդքան քաղաքական ծրագրեր տարբեր 140-ից ավելի կուսակցություն կա հիմնադրված Հայաստանում, իմաստ չունի նոր կուսակցություն հիմնադրելը։ Իմ առաջարկ հետևել, բերեք համախմբվենք, ձևավորենք մի հզոր միացյալ կառույց, ոտքի անենք մեր ժողովրդին եւ հեռացնենք գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Դրա համար օրինակը բերեմ, մարտի 2-ին սույն թվականի մենք ձևավորել ենք մի շարք, մի քանի տասնյակ հասարակական, քաղաքական, անհատներ նաեւ մարդիկ, ովքեր եթե աշխատել են պետական կառավարման համակարգում, ազնիվ են աշխատել, չեն գողացել, չեն թալանել եւ պայստազորի զինվորականներ ու ազատամարտիկներ ձևավորել ենք համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորումը որպես այլընտրանք գործող ապազգային թուրքամետ իշխանությանը եւ հիմա մենք զբաղված ենք Երևանի համայնքներում եւ Հայաստանի մարզերում այդ կազմակերպության մասնաճյուղեր բացելու ուրեմն խնդիրներով կազմակերպչական հարցեր ենք լուծում, ձևավորել ենք նաև հանձնախմբեր տարբեր պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնախումբ, սոցիալական հարցերի հանձնախումբ, երկրի անվտանգության ապահովման եւ պաշտպանունակության բարձրացման հանձնախումբ եւ այլն։ Հանձնախմբեր ենք ձևավորել ու քննարկումներ ենք անում, մասնաճյուղերը բացելուց հետո ամռանը մենք ոտքի ենք հանելու մեր ժողովրդին, եթե ամառը ասենք չստացվեց, մարդկանց մի մասը ծովափներում է, ովքեր ունեն հնարավորություն ֆինանսական կամ Ռուսաստան աշխատանքի են բան, գոնե աշնանա անպայման ոտքի ենք հանելու մեր ժողովրդին ու աննազանդություն գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Պարտադրել ենք Նիկոլի եւ իր կառավարության հերացումը ու գործող ազգային ժողովի լուծարումը։ Կարճ ժամկետի համար ձևավորվելու է ժամանակավոր անցումային կառավարություն, որը կիրականացնի արդար օրինական ազգային ժողովի նոր ընտրություններ։ Իսկ ինչ է անելու նոր ձևավորված Հայաստանի իշխանությունը, մենք ունենք նաև դրա ծրագրերը։ Ես կարող եմ ասել, որ նոր ձևավորված Հայաստանի իշխանությունը մենք ակնկալում ենք, որ իրականացնելու է մեր ժողովրդի նպատակներն հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն, որի գլխավոր թեզը, գլխավոր հիմնադրույթը բանակի հզորացումն է։ Նիկոլը Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն, ոստիկանների քանակն ավելացրել է, բարձրաստիճան ոստիկանների ուրեմն աշխատավարձերը բարձրացրել է, տարին մի քանի անգամ տալիս են նաև մեկ աշխատավարձի չափով ուրեմն պարգևավճարներ, որպեսզի ծառայեն գործող իշխանությանը։ Նիկոլը փչացրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը։ Ազգային անվտանգության ծառայությունը կոչված է ապահովելու պետության անվտանգությունը, իրականացնելու արտաքին հետախուզություն, արտաքին վտանգների գնահատում
եւ համապատասխան անվտանգային միջոցների իրականացում։ Այսօրվա ազգային անվտանգության ծառայությունը վերածվել է իշխանության, ուրեմն անվտանգության ապահովման ծառայություն եւ քրեական գործերի հարուցում ընդդիմադիր գործիչների վրա, որոնցից մեկն էլ նորից եմ կրկնում, ես եմ եղել։ Մյուսը Արտուր Վարդանյանն է, որը հիմա կալանավորված է ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ ազատամարտիկ։ Նաեւ ասենք Արագած Ախոյանը տնային կալանքի մեջ է։ Էլի մարդիկ կան, որոնք ասենք այսօր կալանավորված են ու նման ասենք նման շինծու իշխանության հրանգով շինծու քրեական գործերի նարություն մարդկանց վրա ու տանում են այդ մարդկանց անտիմադիր գործիչներին կալանավորում են։ Հայաստանի նոր իշխանությունը ձևավորվելուց հետո բնականաբար իրականացնելու է ուրեմն իրական արդարադատություն, քաղաքացիների իրավահ հավասարություն, ուրեմն եւ ազատ են արձակվելու բոլոր այն մեր հայրենակիցները, ովքեր քաղաքական դրդապատճառներով կալանավորված են այսօր եւ գտնվում են տարբեր կալանավայրերում։ Դա իր երթին եւ վերջինը մեր գործող իշխանությունները ոչինչ չեն անում բանում Ադրբեջանում պատանդարված կամ գերինկած մեր հայրենակիցներին ազատ արձակելու համար։ Դրա համար մենք հայտարարությամբ նաեւ հանդես եկանք կոչ անելով բոլոր իրավապաշտպաններին, իրավապաշտպան կազմակերպություններին Հայաստանում թե Սփյուռքում ապրող եւ ասենք բոլոր մեր ասենք մարդկանց, ովքեր որ հնարավորություն են տարբեր խորհրդակցությունների, տարբեր խորհրդաժողովների մասնակցել, բոլոր այդ խորհրդաժողովներում եւ հանդիպումներում բարձրացնել հայազգի ուրեմն պատանդարված մեր գերիների ազատ արձակման խնդիրը։ Ես ենթադրում եմ, դա իմ անձնական ենթադրությունն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է Ռուբեն Վարդանյանի ազատ արձակվելուց։ Նրա մոտ կա մտահոգություն, որ Ռուբեն Վարդանյանը եթե ազատ արձակվեց, ունի մեծ հեղինակություն աշխարհով մեկ ճանաչված անձնավորություն է, ունի մեծ ֆինանսական միջոցներ, կարող է կազմակերպել, համախմբել ժողովրդին եւ իրեն իշխանազրկել։ Դրա համար նա Ալիևին դիմել է, որ Ռուբեն Վարդանյանին ուրեմն ազատ չարձակեն։ Պարոն Բազարյան, շնորհակալ եմ, համապարփակ ներկայացրեցիք ինչ անել, հա, այս հարցից պատասխանը ես ստացա, մասնավորաբար ձեր եւ խորհրդի եւ նաեւ համախմբված համահայկական ճակատ կուսակցության հետ եք համագործակցում ենք, այո, ակտիվ համագործակցում եք, ներկայացրեցիք, փաստորեն ես հասկացա, որ որպես ընդդիմադիր ուժ, որպես ընդդիմություն ունեք դուք հստակ այլընտրանքային ծրագիր, ինչպես գնալ, ինչպես շարժվել, ինչպես սրան հեռացնել եւ նաեւ ունեք թե հետագայում ձեր գործողությունները ինչպիսին պետք է լինեն, Աստված տա գա այդ օրը, երբ մենք իսկապես ազգովի կազատվենք այս իշխանություններից եւ կգործեն այն ազգանպաստ, պետականանպաստ այլընտրանքային ծրագրերը, որոնք այս պահին չեն կարողանում հասկանալի է, չեն կարող գործ դնել, որովհետեւ դրա համար պետք է լինել իշխանություն։ Ես կներեք ավելացնեմ, մենք համագործակցում ենք եւ շարունակել ենք համագործակցությունը բոլոր ընդդիմադիր կազմակերպությունների հետ։ Համահայկական ազգային միասնական խորհուրդ միավորումը համագործակցել է միասին շարժման հետ, համագործակցելու է ուրեմն հայաքվե շարժման հետ, համագործակցել է տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, հասարակական կառույցների հետ, բացի երկրապահի վերնախավից կան ազատամարտիկների կողմից ձևավորված այլ կազմակերպություններ, Ֆիդայիններ միություն, Արցախյան պատերազմի վետերանների միություն, ազատամարտիկ կազմակերպություն, հայ խաչակերների միավորում, ուրեմն ազատամարտիկների եւ այլն, բոլորի հետ մենք համագործակցել ենք, թողնելով մի կողմ մեր անձնական համակրանքներն ու հակակրանքները արդեն ասեցի, որպեսզի մեր ժողովրդին ցույց տանք, որ կա մի ուժ, որը ի վիճակի է վերցնել պատասխանատվություն երկրի ղեկավարելու համար, հզորացնելու մեր բանակը եւ ազատագրելու Արցախը։ Այո։ Հուսանք այո աշտան ավելի ակտիվ գործողությունների ականատես կլինենք, մասնավորաբար հենց համախմբման հարթության մեջ, ինչը չափազանց կարևոր ընթացք է։ Հիմա դառնանք թե ինչ է կատարվում մեր սահմաններին, պարոն Բազարյան, կրակոցները չեն դադարում։ Երկար ժամանակ է եւ Ադրբեջանը չափազանց ակտիվ է կրակում, միաժամանակ հայտարարություններ հնչեցնելով, թե Հայաստանն էլ է կրակում կամ Հայաստանն է հենց կրակում, հա։ Տեսեք, գնդակը ընդհանրապես վերջերս այդ իրենց այդ ինչ արկը, հա, երևի ճիշտ եմ արտահայտվում, հա, ռազմական տեսանկյունից հայտնվել էր բնակչի հայկական գյուղերից մեկի, բնակավայրերից մեկի, բնակչի անկողնում։ Նաև թե ինչ զենքից ուղարկված է։ Հա, դե այդ լրատվամիջոցներով տարածվեց, որ արկը հայտնվել է այդ գյուղացու անկողնում։ Այսինքն հստակ մենք այսինքն թիրախավորված են բնակելի տարածքները, մեր բնակավայրերն են Ադրբեջանի կողմից թիրախավորված։ Եվ ես հիմա ուզում եմ
ընթերցել եւ ձեզ հիշեցնել, թե ինչ է ասում զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այս առնչությամբ։ Մեջբերում եմ։ Հակառակորդի կողմից այո կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային թիրախային չեն, ասում է ԳՇ շտաբի պետը։ Հետո ավելացնում է, թե կրակոցներ են արձակում, դրանք մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելու, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելու նպատակ ունեն, բայց փաստը այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականon ծառայությունը։ Դուք ինչպես կմեկնաբանեք գլխավոր շտաբի պետի, դե թիրախային չեն, մենք դրանց վրա ուշադրություն չենք դարձնում, ինչպես կմեկնաբանեք այս ձևակերպումը։ Գլխավոր շտաբի պետը կոչված է ապահովելու Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, որպես ռազմական գործիչ։ Պաշտպանության նախարարը ավելի շատ քաղաքական գործիչ է պաշտպանության։ Ներկայիս պաշտպանության նախարարն էլ իբրև թե քաղաքական գործիչ է Նիկոլի թիմակից։ Ես ուզում եմ հիշեցնել գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, որ մենք Ադրբեջանի դեմ պատերազմելու շանս չունենք։ Դա գլխավոր շտաբի պետն է հայտարարում։ Նույն բանը հայտարարում է Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։ Ու մեկ պետք, եթե դուք ղեկավարում եք ռազմական կառույցներ, ու մենք շանս չունենք Ադրբեջանի դեմ պատերազմելու։ Փոխանակ մեր ժողովրդին ոգևորեն, մեր ժողովրդին կոպիտ ասած դուխ տան, որ մենք պատրաստ ենք ամեն ինչով պաշտպանելու մեր հայրենիքը, հանգիստ ապրեք, Հայաստանի քաղաքացիներ, մեր սահմանները պաշտպանված են, նրանք հակառակ բանն են հայտարարում։ Նրանք անդադ վախեցնում են Նիկոլի հրահանգով հայ ժողովրդին նոր պատերազմով։ Եթե սա չտանք, պատերազմ է լինելու, եթե այն չտանք, պատերազմ է։ Ես ուզում եմ հիշեցնել, կամ պարզ ճշմարտություններ, խաղաղություն ես ուզում, պատրաստիր պատերազմի։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը նվաճում են հաղթանակով։ Իսկ հաղթանակ տանելու համար պետք է զորացնել բանակը։ Ես արդեն ասացի ինչ պետք է անել բանակը զորացնելու համար։ Բացի նրանից, որ ոստիկանական ուժերի կեսին պետք է ուղարկել բանակ զինծառայության, նաև ուրեմն պետք է պայմանները բարելավել մեր զինվորականների, կացարանները բարելավել եւ այլն։ Բացի այդ, օրենսդրական փոփոխություններով հնարավորություն տալ, շեշտում եմ, կամավորական հիմունքներով պայմանագրային ծառայություն նաև կանանց եւ աղջիկներին, որովհետեւ բանակում կարող են լինել ուրեմն սանիտարներ, բուժքույրներ, բժշկուհիներ, դիպուկահարներ, ճաշարանային աշխատողներ եւ այլն նման ասենք Իսրայելում կանայք եւ տղամարդիկ բանակում ծառայում են հավասար պայմաններով։ Մեր մոտ թող լինեն առանձին կանանցի զորամասեր եւ այնտեղ բուժքույրներ են, ասացի արդեն ինչ ոլորտներ կան, որոնք կարող են աղջիկներ եւ կանայք, բայց նաև որոշակի վարձատրությամբ եւ պայմանագրային հիմունքներով ու կամավորական հիմունքներով, ոչ թե պարտադիր զինծառայություն։ Դրանից զատ ես ուզում եմ հիշեցնել, որ մի 10 օր առաջ էր, թե 2 շաբաթ առաջ էր, մի հատ ապուշ, ուրեմն նախագիծ էին փորձում բերել ազգային ժողովի հետ դնել քննարկման, ուրեմն որ մարդիկ մուծեն 10 միլիոն դրամ կամ չգիտեմ ինչքան եւ ազատվեն զինծառայությունից։ Այսինքն որոշել էին լավա դեռ չեն քննարկել ազգային ժողովում։ Ուրեմն մոտավորապես հետեւյալն էր գալիս. բանակը դարձնել աղքատների տիրույթ։ Իսկ դրան հակառակ նաև, որպեսզի զինվորների քանակը բանակում ապահովեին, մի հատ այդպիսի նախաձեռնություն էին առաջարկել, որ 27 տարեկանից դարձնել զինծառայության բանը հասնել մինչև 32 տարեկանի։ 32 տարեկան տղամարդկանց մեծ մասը արդեն ամուսնացած են եւ ունեն զավակներ։ Եթե այդ 32 տարեկան անձնավորությունը տանում են 2 տարի բանակ զինծառայության, ով է պահելու նրա ընտանիքին կամ ինչով են ապրելու նրա երեխաները, խոսքերով, կամ ինչպես են համակերպվելու 18-ամյա երիտասարդը, որը նույն ձևով զինվոր է, 32 տարեկան, ասենք, տղամարդու հետ, որոնք զինվորներ են։ Ուրեմն այսպեսի հակադիր քննարկումներ են անում, բնականաբար, եթե նման նախագիծ բերվի, ուրեմն իրականում ազգային ժողով դնի քննարկման, մենք կոչ ենք անելու ժողովրդին շրջափակել ազգային ժողովը եւ թույլ չտալ նման որոշում կայացնելու համար։ Ամեն դեպքում իրենք տրամադրված են 21 միլիոն դրամով փողը տուր, այո, ազատվիր։ Բարեբուն իմաստով դա է նշանակում մի գնացարարության, այն դեպքում, երբ որ մենք չունենք այդքան ներուժ, այն դեպքում, երբ իրենք ամեն ինչ փաստորեն անում են, պարոն Բազեյան, թվականակը նաև ծառայողների իջեցնելու համար, երբ որ սահմաններին մենք լուրջ խնդիր ունենք։ Ես չգիտեմ, եւ հիմա այս ֆոնին ես ուզում եմ, որ դիտարկենք նաև Փաշինյանի հետ վերջերս արած հետեւյալ հարթ
հայտարարությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, մնացել է ստորագրելը, ասում է եւ ես հանձնարարական եմ տվել պաշտպանության նախարարին հստակ հանձնարարական հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չարձանագրել, Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի, պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, խնդրեմ, սա Փաշինյանի հայտարարությունն է, ես հարցս հետեւյալ կերպ եմ ուզում ձևակերպել, պարոն Բազյան, ինչ իրավունք ունի Նիկոլ Փաշինյանը նման հրահանգ տալու պաշտպանության նախարարությանը կամ նախարարին, ունի նման իրավունք, եթե մենք նայում ենք սահմանադրությամբ, նա գլխավոր գերագույն հրամանատար է լինում այն ժամանակ, երբ որ լինում են երբ որ հայտարարված է լինում պատերազմ։ Հիմա չկա նման հայտարարություն չի հնչել, պատերազմ չկա դեռ ամեն դեպքում, որքան այն կախված է մեր գլխին։ Եթե չկա, եթե այդ իրավիճակում այդ պատերազմական հայտարարություն չի եղել, ինչ իրավունքով է Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ տալիս, հա, նման հայտարարություններ հնչեցնելու։ Սա ինչի մասին է խոսում նրա այս խոսքը։ Ուրեմն ներկա դրությամբ չկա խաղաղության պայմանագիր։ Լարված իրավիճակի ադրբեջանցի կանթած սադրանքներ են իրականացնում մեր սահմաններին, մեղքը գցելով մեր վրա, որ իբր թե հայկական կողմից եղել են կրակոցներ։ Նման սադրանքներ անում են։ Այո։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ 20 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշելով, որ իրավունքը նա չուներ, ստորագրեց այսպես կոչված հրադադարի համաձայնագիր, որի արդյունքում ինքը տվեց Ադրբեջանին ոչ միայն այն տարածքները, որոնք նրանք հետ էին վերցրել, Հուբատլի, ուրեմն Զանգելան, Ջեբրայիլ, Ֆիզուլի, Աղդամ, այլ նաև ամբողջ Խարվաճարի շրջանը եւ Բերձորի շրջանը ավելի քան 3000 քառակուսի կիլոմետր տարածք, որոնք մեր զինվորներն ու ազատամարտիկները պահել են, հենց այնպես ստորագրեց տվեց Ադրբեջանին, որի իրավունքը նա չուներ։ Ուրեմն աշխարհում ընդունված նորմ է, եթե կնքվում է զինադադարի համաձայնագիր, զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ տվյալ պահին կային։ Այդ ընթացքում մեր զորքերը կանգնած էին ուրեմն Մռավի լեռնաշղթայի վրա, պահելով ամբողջ Խարվաճարի շրջանը եւ նաեւ Բերձորի շրջանը մեր տիրապետության ներքո է։ Ինքը թղթի վրա ստորագրեց եւ այդ ամբողջ տարածքը նվիրեց ուրեմն Ադրբեջանին 20 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մեզ համար առ ոչինչ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը կատարել է իշխանազանցություն եւ դավաճանություն։ Տեսեք, նա հայտարարում է պատերազմ չի լինելու է խաղաղություն, բայց մենք լսում ենք մյուս կողմից ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, անգամ կոնկրետ տարածքով ասել էր, որ սպասվում է այդ հատվածում Ադրբեջանի ագրեսիա Հայաստանի դեմ։ Պարզ ասվում է, այդ նույն կերպ նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից նման հայտարարություն եղավ, ասվեց, որ այո, կա մտավախություն, որ կարող է ամեն րոպե բռնկվել պատերազմ։ Երեք ազգային ժողովում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը իրականացնող Արարատ Միրզոյանը եւս ասաց, որ հա ամեն պահի կարող է մի կայծից էլ, մի բանից էլ, ինչպես ասում էր, մի փոքր բանից էլ կարող է հանկարծ պատերազմ բռնկվել։ Այսինքն իրենք շատ լավ գիտեն, որ այդ թուղթ կոչվածը խաղաղության պայմանագիր անունով բացարձակապես չի երաշխավորելու մեր անվտանգությունը, բայց Փաշինյանը համառորեն հայտարարում է եւ նման պահանջ է դնում նաեւ զինված ուժերի առաջ, որ քանի որ մենք գնում ենք խաղաղության պայմանագրի, ուրեմն իմացեք, խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու։ Ինձ համար մտահոգիչը հետեւյալն է, որ պաշտպանության համակարգի մարդն է արձագանքում եւ արդարացնում եւ հիմք ընդունում Փաշինյանի խոսքը։ Ասրյանը, Էդվարդ Ասրյանը հետեւյալն է ասել։ Այո, շտաբի պետ ասել այո, Հայաստանի վարչապետը զինված ուժերի համար ի պաշտոնե հանդիսանում է գերագույն հրամանատար, տեսեք օրենքի բաց այդ խախտման մասին է խոսքը։ Եվ ասում է, այնինչ ասում է վարչապետը հնչեցնում է, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու։ Ես ուզում հասկանալ, այս մարդը չի տեսնում մեր սահմանների գլխին կանգնած ադրբեջանական ծածանվող դրոշները, թե որքան է մոտեցել հայկական սահմաններին, ինչու չեն ընդունում այն փաստը, որ Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները եւ դուրս չի գալիս, հա? Այսինքն այս մարդը հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, որ չի լինելու պատերազմ։ Ուրեմն մենք այսպես հանգիստ ապրելու ենք, պարոն Բազյան, չի լինելու պատերազմ։ Նա հավատում է վարչապետին, հասկանում եք, զինված ուժերի պետ, գլխավոր շտաբի պետը, հավատում է մի մարդու հայտարարությանը, որ ինչպես դուք ասացիք, շատ հանգիստ հանձնեց Արցախը։
Գուցե նույն հանգստությամբ կհանձնի վաղը Սյունիքը։ Ոչ միայն Արցախը, նա հանձնել է նաև Հայաստանի տարածքից 60 քառակուսի կիլոմետրից ավելի ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ, որոնք թուրքերը եկել նստել են։ Նա հայտարարում է, ես պարզ ասում եմ իր խոսքերը, հայտարարում է Հայաստանի տարածքը 29700 քառակուսի կիլոմետր տարածք է։ Հայաստանի տարածքը Խորհրդային Միության օրոք եղել է 29000 կլոր 800 քառակուսի կիլոմետր տարածք, այդ 60 քառակուսի կիլոմետր տարածքը ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքները, որտեղ թուրքերը եկել են նստել են եւ մեր բնակավայրերը արևելյան Ադրբեջանի հետ սահմանակից բնակավայրերը վերցրել են կրակի տակ։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ մեր ժողովրդին, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, Հայաստանը եւ Արցախը միասին միացած ունեին ավելի քան 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ Ընդամենը 2 տարի հետո Ադրբեջանը սկսեց պատերազմ եւ 44 օրում հաղթեց այդ պատերազմում, վերցրեց ամբողջ Արցախը, արցախցիներին ուրեմն ունեզրկեց եւ մի կերպ արցախցիք եկան հասան Հայաստան, իրենց հայրենիք, արցախցիք էլ մեր հայրենակիցներն են, Արցախն էլ հազարավոր տարիներ եղել է հայկական։ Ու Նիկոլը դրանից հետո հայտարարեց, նախկինները կազմակերպեցին արցախցիներին բերեցին Հայաստան, որպես 5000 դրամանոց հանրավաքի մատերիալ վերաբերելով մեր արցախցի մեր հայրենակիցներին։ Ու նա նորից եմ կրկնում, միշտ համարել է Արցախը, ուրեմն որ դա Ադրբեջան է եւ վերջ, եւ ուզում եմ հիշեցնել նաեւ եւս մեկ փաստ։ Նիկոլ Փաշինյանը, որ ընտրվել էր վարչապետ, 19 թվականին գնաց Արցախ։ Եվ այնտեղ տեսավ ժողովուրդը ողջորված իրեն ընդունել է եւ այլն, նոր ղեկավար է Հայաստանում բանել, ընտրվել բան, հայտարարեց իր ճղճղան ձայնով, Արցախն Հայաստան է եւ վերջ, սրելով իրավիճակը։ Հետո երբ որ լրագրողները հարցրին, բա ասում եք Արցախն Հայաստան է եւ վերջ, Պրահային որ ստորագրեց Արցախը թողեց Ադրբեջանի կազմ, ասում ես այն ժամանակ սխալվեցի, որ ասեցի Արցախն Հայաստան է եւ վերջ, այն ժամանակ պետք է ասեի Արցախն Ադրբեջան է եւ վերջ։ Ես բազմիցս կրկնել եմ, հիմա էլ հաստատում եմ, եթե Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտարարեր, որ Արցախն Ադրբեջանը եւ վերջ, արցախցիք նրա գլուխը ջարդելու էին, Նիկոլը չէր կարող ողջ վերադառնալ Հայաստան։ Եվ այդ մարդուն շարունակում են այսպես հլու հնազանդ ստրուկի կարգավիճակով, ստրուկի տրամաբանությամբ հավատալ, վստահել եւ կատարել նրա բոլոր հրահանգները Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության աշխատողները, մեր անվտանգությունը իբր թե պաշտպանողները գլխավոր շտաբի պետով հանդերձ։ Ինձ համար մտահոգիչը դա է, պարոն Բազյան, մենք կանգնած ենք հերթական կորստի առաջ, տարածքային կորստի առաջ։ Մենք հիմա Սյունիքը կարող ենք կորցնել եւ օրինակ կա այսպիսի կարծիք, որ երբ որ նա նման ջղագրգիռ ցնցումների մեջ ընկած վարչապետի պաշտոնը զբաղեցնողը գրառումներ է անում ընդཐུպ մինչեւ հայոյախոսելով եկեղեցու հասցեին, նա փորձում է շեղել բոլորիս ուշադրությունը, որովհետեւ նրա նպատակը հիմա Սյունիքը հանձնելն է։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ինքը կարող է իշխանությունը կորցնել, ինքը արդեն քաջ գիտակցում է, ինչ կարող է լինել նրա հետ։ Նա պետքա գնա ցմահ նստի։ Դա իր երթին։ Նա երբեմն ընկնում է հոգեխանգարմունքի մեջ։ Նրա հոգեվիճակը ինձ համար մի քիչ անհասկանալի հոգեվիճակ է։ Սա մեկ։ Երկրորդը, ուրեմն, ինչ վերաբերվում է մեր սահմանների պաշտպանությանը, մենք ձևավորել ենք նաև աշխարհազորային կամավորական խմբեր, եթե ադրբեջանցիք հարձակվեցին, բնականաբար գնալու ենք պաշտպանելու մեր հայրենիքը։ Շատ լավ բան ասացիք, բայց կարծում եմ այստեղ շատ կարևոր դեր ունի հայոց բանակը։ Բնականաբար։ Եթե հայոց բանակի հրահանգիչը այս մարդն է, Նիկոլ Փաշինյան անունով անձն է եւ նրա կամակատարներ ասերյաններն են, սա շատ լրջագույն խնդրի առաջ է մեզ կանգնեցնելու եւ ինչպես դուք ասացիք, դա Աստված, որ մինչեւ ընտրություններ հնարավոր լինի այո քաղաքական ուժերի համախմբման այս մարդուն հեռացնել, հակառակ դեպքում մենք իսկապես Սյունիքը կկորցնենք եւ դրանից հետո այլևս ուղղակի անիմաստ կլինի խոսել հայոց պետականության մասին, քանի որ մենք կանգնած ենք պետականության կորստի առաջ։ Ուրեմն ես ուզում եմ հիշեցնել մեր ժողովրդին Նժդեի խոսքերը։ Բոլոր այն ժամանակահատվածներում, երբ որ մեր ժողովրդի մեջ, հայ ժողովրդի մեջ գերակշռել են նյութապաշտները, մենք պարտություններ ենք կրել։ Իսկ բոլոր այն ժամանակահատվածներում, երբ որ մեր ժողովրդի մոտ գերակշռել են հայրենապաշտներն ու գաղափարապաշտները, մենք հաղթանակներ ենք տարել։ Ներկա դրությամբ ցավոք սրտի մենք գտնում ենք նյութապաշտների տիրապետության ներքո։ Նրանք իրենց ունեցվածքը ավելացնելու, արտասահմանում բանկային հաշիվներ բացելու, պետբյուջեի մուտքերը չապահովելու, պետբյուջեի մուտքերն ապահովելու համար Հայաստանի պետական պարտքը կրկնապատկելու բանով, ուրեմն պահում են իրենց իշխանությունը։
ամեն գնով աշխատելու են պահել իրենց իշխանությունը։ Մենք էլ ամեն գնով փորձելու ենք իշխանազրկել նրանց, որպեսզի կարողանանք լուծել մեր ժողովրդի ու մեր պետության առջև ծառացած խնդիրները։ Պարոն Բազյան, դուք ասացիք մեր պետական պարտքը ավելացման մասին, ես արձանագրել եմ 6 միլիարդից դարձրել է 12.8 միլիարդ մոտավորապես դոլարի։ Եվ տեսեք ինչպես է որի մի զգալի մասը արտաքին պետական պարտն է։ Այո, տեսեք իսկ այդ գումարները կներեք ավելացնեն, տոկոսով են տալիս, չէ՞։ Միջազգային վալյուտային ֆոնդը, համաշխարհային բանկը մեզ բոլորից դրել տոկոսի տակ։ Հիմա Ալեն Սիմոնյանը դա մեկնաբանում է այսպես, ասում է այո, 7 միլիարդով ավելացել է Հայաստանի արտաքին պարտքը։ Բա այդ որ գալիս ասում եք աշխատավարձերը բարձրացրեք, բա որ ասում եք գնացեք զենք առեք, պաշտպանողականությունը մեր բարձրացրեք, պաշտպանողական զենք գրենք, սա է, այսինքն մենք ուզում եմ ասի, որ մենք բարձրացրել ենք արտաքին պարտքի աճ է նկատվում, կա արտաքին պարտքի աճ, որովհետև մենք զենք ենք գնել նորմալ։ Ոչ, իրենց աշխատավարձներն են բարձրացրել, ես արդեն ասացի, բարձրաստիճան պաշտոնյաները աշխատավարձերը բարձրացրել են, կրկնապատկել են, եռապատկել են, տարին մի քանի անգամ էլ տալիս են պարգևավճարներ, այդ թվում նաև բարձրաստիճան զինվորականների, ոստիկանական ապարատի եւ այլն, այդ չինովնիկների, իսկ մինիմալ կենսաթոշակը մնացել է նույնը։ Այսինքն ավելի է խորանում սոցիալական բևեռացումը։ Եվ մեկ փաստել բերեմ, կան որոշ գործարարներ, որոնք բոլոր իշխանությունների օրոք պետական բյուջեի մուտքերը կան օրենքով սանված կարգով չեն մուծում, իրենց բիզնեսից, իրենց գործարարությունից ստացած եկամուտներից մասնաբաժին են հանում օրվա իշխանություններին եւ ավելացնում են իրենց կարողությունները։ Երկու հոգու օրինակը կարող են բերել։ Ուրեմն Սամվել Ալեքսանյան եւ Խաչատուր Սուքիասյան։ Մականներով չեմ ուզում ասել։ Թեպետ ժողովրդին ավելի շատ իրենք մականներով են հայտնի։ Լավ, պարոն Բազյան, զենքի հետ կապված, այդ որ գլուխ է գովում Ալենը Սիմոնյան, թե բա այդ փողերը, այդ որ վերցրել ենք, գնացել է զենքի համար, մեր պաշտպանունակություն ենք բարձրացնում, մենք անհրաժեշտ զենք գնում ենք։ Ուրեմն նախ նման բաները չեն տարփողում։ Դա գաղտնիք պետք է լինի պետական։ Ինչքան մենք ունենք ռազմական տեխնիկա, ումից ինչ ենք ձեռք բերել, դա չպետք է հայտարարել, բացահայտել եւ այլ եւ այլ։ Անընդհատ տարփողում են Ֆրանսիայից, չգիտեմ ինչ զինատեսակներ են կառել, Հնդկաստանից չգիտեմ ինչ զինատեսակներ են կառել։ Եթե Ֆրանսիայից առել ենք, եթե Հնդկաստանից առել ենք, այդքան փող ենք տվել, ուրեմն բան չենք մենք պարտվել այդ պատերազմում։ Ու հիմա չեն կարողանում պաշտպանել մեր սահմանամերձ բնակավայրերը։ Իդեպ իրենք հնչեցնում են այդ հայտարարությունը, դրանից օգտվում է Ադրբեջանը, Ալիևն օրինակ հայտարարել, վերջերս տեսեք թե ոնց է զինվում Հայաստանը։ Ալիևը հայտարարում է, որ պահանջում է դադարեցնել ռազմաքաղաքական հարաբերությունները ձեր արտաքին գործընկերների հետ, դադարեցնել, ուրեմն ռազմաքաղաքական հարաբերությունները եւ զենք չգնել, թե չէ մենք մի հատ էլ բան կանենք, կարծակվենք եւ այլ եւ այլ։ Ալիևը պահանջում է, որ 300,000 ադրբեջանցի գան ապրեն Հայաստանում եւ ադրբեջաներեն Հայաստանում դառնա երկրորդ պետական լեզու, որին համաձայնություն են տալիս Հայաստանի իշխանությունները։ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջան է, ուրեմն այո։ Եվ այլ նման պահանջներ հայկական ասացված կա։ Ախորժակ մտելուց է բացում։ Նրանք անընդհատ երկու հարևան պետություններ Արևմուտքից Թուրքիան, Արևելքից Ադրբեջանը ակցիայի մեջ են առել Հայաստանը։ Այո, Հայաստանը կանգնած է նրանց կոկորդին։ Դարեր շարունակ նրանք փորձել են համախմբել թուրքական աշխարհը։ Թուրքիա, մեր վերահսկում են Ադրբեջան, Իրանի Ատրպատական նահանգում մի 12-13 միլիոն էս ադրբեջանցիների ցեղակիցներն են ապրում, Թավրիզ կենտրոնով դա գնան Միջին Ասիա, Ղրղզստան, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան եւ Չինաստանի հյուսիս մի 40 միլիոն ույգուրներ, Ռուսաստանում թաթարներ, բաշկիրներ, չուվաշներ, խակասներ եւ այլն թուրքալեզու ժողովուրդներ։ Քարտեզը ես տեսել եմ մինչեւ Սիբիր։ Եվ դա, ասենք թե Էրդողանի հիմնական երազանքն է։ Մենք կանգնած ենք նորից եմ կրկնում նրանց կոկորդին։ Դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ տարբեր քոշվոր ցեղեր, մոնղոլներ, թաթարներ, արաբներ, թուրքեր, սելջուկներ եւ այլն փորձել են հայերին, ասենք, ձուլել Հայաստան, բայց հայ ժողովուրդը տարել է բազմաթիվ հաղթանակներ, մենք ունեցել ենք նաեւ Տիգրան Մեծ, մենք ունեցել ենք նաեւ Վարդանանք, մենք ունեցել ենք տարբեր հաղթանակներ, Գևորգ Մարզպետունի եւ այլն, Նժդե եւ պահել ենք Հայաստանը։ Ու մենք չենք տալու այս Հայաստանը որևէ թուրքի։ Այս իշխանությունը հեռացվելու է, ես հայտարարում եմ, բոլոր ժողովուրդների մեջ լինում են անկման ժամանակահատվածներ եւ ուրեմն վերելքի ժամանակաշրջաններ։ Նիկոլական
իշխանության ժամանակահատվածը մեր ժողովրդի համար անկման ժամանակահատված է։ Մենք կորցրել ենք Արցախը, կորցրել ենք մեր հայրենիքից էլի որոշակի հատվածներ, բացի դրանից հաղթող ժողովրդից մենք վերածվել ենք պարտված ժողովրդի։ Ու ադրբեջանցիների լեզուն շատ երկար է եւ Ռուսաստանի Դաշնությունում եւ աշխարհի տարբեր երկրներում, որտեղ նրանք բնակվում են հայերի հետ, նրանք անդադ տարփողում են, թե ինչպես են իրենք հաղթել հայերին եւ այլ, մի քիչ չափած անցնելով, բան, այսքան մենքում։ Բամբազյան, ի հավելում ձեր ասացի եւ նաեւ որպես տեղեկատվություն ասեմ, որ ի տարբերություն Բաքվի, որը անդադար, այսպես դրոշակ է դարձրել այսպես կոչված Ադրբեջան Արևմտյան Ադրբեջան, որը ուղղակիորեն ամբողջությամբ Հայաստանի տարածքն է, փաստորեն, եւ Հայաստանի իշխանությունը իրականում հանձնեց Արցախը եւ հիմա էլ ամբողջությամբ փակված է համարում Արցախյան խնդիրը։ Ի տարբերություն նրան, որ այս իշխանությունը, ԿՊ-ական իշխանությունը խաչ է քաշել Արցախյան խնդրի վրա, ընդհանրապես հայրենիք, այդ բառերը, Արևմտյան Հայաստան, ասում եմ մոռացեք այդ ամեն ինչը, կենտրոնացեք, այն ինչ ունենք, այսքանը կա, վաղը Սյունիքը կկորցնի, կասի, էդ էլ մոռացեք, կենտրոնացեք ինչքանը կա։ Ադրբեջանը ամեն օր, Ալիևը ամեն օր խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին եւ պարտադրում է արդեն հասել է նրան, որ պարտադրում է Հայաստանի իշխանությանը ասել երկու կարևոր բան։ Նախ, ընթառաջ գնալ Արևմտյան Ադրբեջանի կոչված այդ ներկայացուցիչներ բարձվում է նաեւ կան, իրենց հետ հանդիպման, դուք պատկերացնում եք ինչ մակարդակ, այսինքն Հայաստանի իշխանությունը պետք է հանդիպի ինչ որ արևմտյան կեղծ այդ Ադրբեջան կոչվածի ինչ որ ղեկավարների հետ։ Եվ երկրորդը ասում է պատասխան թող տա Երևանը, որ երբ մեր ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենիք, դուք տեսեք ինչ է շեշտադրում, ոնց պիտի պահի իրենց անվտանգությունը։ Ես ուզում եմ ձեզ որպես ռազմական գործչի ասեք, մենք ինչ լրջագույն անվտանգային խնդիրների առաջ կկանգնենք, եթե հանկարծ Փաշինյանը, որը պատրաստ է ամեն ինչով մենակ թե ստանա խաղաղության պայմանագիր վերնագրով մի խայտառակ թուղթ հակահայկական, կարող է գնալ ընդառաջ այս ամեն ինչին եւ համաձայնվել Արևմտյան Ադրբեջան կոչվածի ղեկավար կոչվածների հետ հանդիպմանը եւ համաձայնվել ադրբեջանցիներին Հայաստան մտցնելով։ Մենք ինչ իրավիճակ կունենանք, երբ որ Ալիևը նորից եմ կրկնում ասում է ասեք թե ոնց եք պաշտպանելու նրանց անվտանգությունը, որտեվ հաջորդ քայլը լինելու է հետեւյալը. եթե չպաշտպանեք, ես եմ պաշտպանելու։ Այսինքն ինչ է անելու։ Ուրեմն մեր դիվանագիտությունը, եթե ճկուն դիվանագետներ լինեին, նույն Նիկոլ Փաշինյանը, որը ունի լուրջ իրավասություններ, իրավունքներ, բայց չի կատարում իր պարտավորությունները մեր քաղաքացիների հանդեպ, արտգործնախարարը, բնականաբար պետք է նույն Ալիևի դեմ հարցադրում անեն։ Բա Արցախից արտաքշված ուրեմն 120,000 մեր հայրենակիցները Գյանջայից, Բաքվից 500,000 հայ են ապրել Ադրբեջանում։ Եթե 300,000 ադրբեջանցի պիտի գա, 300,000 չի եղել է, 300,000 եղել են ընդամենը 150,000 ադրբեջանցի Հայաստանում։ Որ ամբողջ Հայաստանում եղել են ընդամենը 150,000 ադրբեջանցի մինչև 88 թիվը։ 500,000 հայ ապրել Ադրբեջանում, Բաքվում, Գանձակում, Արցախում եւ այլն եւ Մինգեչաուրում ու մնացած քաղաքներում։ Այդ ամեն ինչը պետք է լինի համարժեք, պետք է լինի այդ ամեն ինչը։ Դե թող պայմաններ ստեղծեն 500,000 հայ գնան Ադրբեջան եւ նրանց ապահովեն տնով ամեն ինչով ու հայերենն էլ դառնան Ադրբեջանում երկրորդ պետական լեզու։ Ոնց որ իրանք են պահանջում։ Այդ հարցերը պետք է դնի Նիկոլը բանի Ալիևի դեմ։ Նիկոլի օչը Ալիևի ոտքի տակ է։ Նիկոլը կաշկանդված է։ Ամենայն հավանականությամբ որոշակի գումարներ վերցրել են Ալիևից, մեջ են արել եւ Արցախը վաճառել են Թուրքին։ Բամբազյան, որպես վերջաբան մեր այսօրվա հարցազրույցի եզրափակիչ որպես ես տվյալ տեղեկատվությանը կուզենամ անդրադառնալ, որի մասին 3 տեղեկացան կառավարության նիստում որոշվեց, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան պետական հիմնարկը պետք է վերակազմակերպվի եւ միացվի Հայաստանի պատմության թանգարանին եւ այստեղ շատ լուրջ խնդիր կա, ես ուզում եմ մի շատ կարճ տեղեկացնեմ, որ այն թանգարանը, որը ուզում են միացնել Մայր Հայաստան, իր մեջ ամփոփում է երկու կարևորագույն պատերազմների եւ մեր հաղթանակների ամբողջ տարեգրությունը, դա հայրենական պատերազմն է եւ Արցախյան պատերազմը, երկու կարևոր
պատերազմների, մեր հայրերի, մեր պապերի, հետո մեր նաև սերնդակիցների, մեր տղաների թափված արյամբ ձեռք բերված այդ երկու կարևոր հաղթանակների ինչ են ուզում անեն։ Այդ թանգարանը ուզում են ուղղակի կարելի ասել, որ լուծարել, վերակազմավորելու անվան տակ։ Կարող ենք այդպես հասկանալ, որտեղ եթե իրենք մի բան ուզում են վերակազմավորել, բարեփոխել, ուրեմն եթե հետքերով գնում ես, տեսնում ես այդ ոլորտը կամ այդ կառույցը կամ այդ համակարգը ոչնչանում է։ Ուրեմն ես ներկայումս տեղեկացված չեմ, թե բանի հաղթանակի զբոսայգում Մայր Հայաստանի արձանի այդ պատվանդանի մեջ գտնվող թանգարանը իշխանության որ կազմակերպության իրավասության ներքո է գտնվում։ Մշակույթի նախարարության հիմա հանձնել չգիտեմ էլի որ կազմակերպության գիտության նախարարության շատ ներողություն եմ խնդրում, ուրեմն այնտեղ ազատամարտիկների եւ հայրենական պատերազմի վետերանների լավ ասենք թե հանում են այդ տարածքից, որպես ինչ են ուզում օգտագործել այդ տարածքը։ Ինձ համար անհասկանալի է։ Թող հանրությանը պարզաբանում տան, ինչու համար են նման, եթե մտադրություն ունեն, մտադրությունա, թե դա արդեն կայացած որոշում է, ես տեղյակ չեմ, դա մտադրություն է, թե արդեն կայացած որոշում է։ Դա արդեն առաջարկ որոշ ես հիմա մեկ վայրկյան նորից կընթերցեմ, դա որպես արդեն առաջ անգամ ձեզանից եմ լսում նման ասենք բանի մասին։ Չէ, ես հիմա ասում եմ կառավարությունը հունիսի 5-ի նիստում որոշել է, որոշում է կայացվել, որպեսզի Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպի միանա Հայաստանի պատմության թանգարանին։ Իսկ լավ տարածք ազատեցին, ինչի համար են ուզելու օգտագործելու Մայր Հայաստան բանի պատվանդանի մեջի տարածքը։ Ինչի համար են օգտագործելու։ Դա բարձրաբանում կա դրա համար։ Այդ մասին դեռ խոսակցություն չկա, այդ իշխանությունները պետք է հաշվի տու լինեն հանրությանը։ Իրենք խոստումներ են տվել, չէ՞ ժողովրդին, որ եկել են իշխանությունն են վերցրել, բազմաթիվ խոստումներ են տվել եւ դրժել են իրենց խոստումները։ Խոստումներ են տվել, որ Հայաստանում լինելու է շատ լավ իրավիճակ, որ Հայաստանում լինելու է ժողովրդավարություն, քաղաքացիների հավասարություն, որ չեն լինելու քաղբանտարկյալներ, այդ ամեն ինչը շղթվել է այս իշխանության կողմից։ Հիմա պետք է ժողովրդին պարզաբանեն կամ ասենք ազգային ժողովում падգամավորները պետք է հարցադրում անեն։ Լավ այդ տարածքը ինչի է համար։ Մտադրությունը ո՞րն է, ինչի է ազատում այդ տարածքը, ասենք բանան։ Հաշվի առնելով իրենց կներեք հաղթանակի զբոսայգին որպես բան է, հաղթանակի զբոսայգին որպես սիմվոլ է, որպես ասենք հաղթանակի խորհրդանիշ է հանդիսանում։ Հայրենական պատերազմի, այդ պատերազմը հայ ժողովրդի համար եղել է հայրենական պատերազմ։ 300,000 ուրեմն հայը զոհվել այդ երկրորդ համաշխարհային պատերազմում 600,000-ը մեկնել է ճակատ։ Իսկ ԿՊԱ-ականներից մեկը հայտարարում է, որ եթե գերմանացիք վերցնեին Ստալինգրադը, ուրեմն բանը օգնելու էին մեզ, որ մենք Թուրքիայից վերցնենք Արևմտյան Հայաստանը։ Արտյոմ Հովհաննիսյանն էր հայտնի։ Ասողը այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ եթե Ստալինգրադը վերցնեին, մտնել էին թուրքերը Հայաստան։ Դրան սպասում էին թուրքերը։ Բոլոր հարցերում համաձայն են։ Ստալինգրադը կներեք պաշտպանվել է նաև ի շնորհիվ հայ ժողովրդի զավակների։ Մենք երկրորդ համաշխարհային պատերազմում տվել ենք 5 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Իսակով, Խանֆերյանց, Օգանյան, որը ռուսները դարձել են Ագանով։ Ու բազմաթիվ գեներալներ ու 110 ազգային բանը խորհրդային միության ազգային հերոսներ։ Պարոն Բազյան, միանշանակ համակարծիք է մեկ հարցում մենակ համակարծիք չեմ, երբ որ ասում եք տգետ են, տգետ չեն։ Սա հստակ ծրագիր է, որովհետև իրենք մեզնից ուզում են պոկել հայրենական պատերազմի ընթացքում հայ ժողովրդի դերբերումը, միանշանակ դիտավորություն է այդ ամենը։ Մի կողմից հակաարցախյան լինելով իրենք ուղղակի հաստատի գիտենալով հանդերձ անում են, ուրեմն շատ ավելի վատ իրենց համար։ Տգետությունը չգիտենալու արդյունք է, բայց եթե գիտեն ու այդպես են անում, ուրեմն իրենց իշխանությունը երկարաձգելու շատ ավելի վատ է լինելու իրենց համար։ Ես նորից եմ կրկնում, որևէ իշխանություն հավես չի, սրանք հեռանալու են մեկը եւ պատասխան են տալու ու գնալու են ցմա նստեն Նիկոլն էլ հետները։ Դե սա կարծում եմ այդ KGB-ի պատվալում իր ասած։ Կարծում եմ այդ հակառուսականության նաև շարունակությունն է այդ թանգարանի ոչնչացումը։ Ընթացքում կտեսնենք թե ինչի։ Թանգարանը ռուսական չի, թանգարանում ազատամարտիկներ են, մեր ազատամարտի վետերաններ են, նաև հայրենական պատերազմը։ Այնց դա է, որտեղ ֆաշիզմի դեմ պատերազմը, այո, մեր ժողովրդի համար հայրենական պատերազմ էր։ Օրինակ Լավրովը որ եկավ այնտեղ չէ, ծաղկի փունջ դրեց, չէ։ Մենք էլ ենք գնացել այնտեղ։ Այսինքն ուզում են այստեղ էլ իրենց մենք էլ մայիսի 9-ին գնացել ենք եւ անմար կրակի կողքը դրել ենք ծաղկեպսակ ու ծաղիկներ ենք խոնարել
հարգելով զոհվածների հիշատակը երկրորդ համաշխարհային պատերազմում։ Նկատի ունեմ, որ սա հստակ քաղաքականություն է, հերթական անգամ մենք ականատեսենք հակա-արցախյան, հակա-ռուսական, ի վերջո հակա-հայկական քաղաքականության ակնհայտ դրսևորումներից մեկն է։ Նորից, ասենք հիմա թանգարան է, թվում է թե ինչ է եղել, բայց այդ թանգարանը շատ կարևոր հիշողություններ ամփոփող թանգարան է, սրանք մեզնից պոկում են, մեզ ուզում են սարքեն մանկուրտ, մեր հիշողությունը պոկեն, պատմական հիշողությունը, հերոսական էջերը ոչնչացնեն, որպեսզի հետո շատ հեշտությամբ մեզ տանեն ու համագործակից դարձնեն թուրք-ադրբեջանական տանդեմի, Հայաստանը վերածելով, վիլայեթացնելով։ Սա է ամբողջ ծրագիրը եւ այս տրամաբանության մեջ պարոն Բազյան, երբ մենք վերլուծում ենք, ինչպես ասում են, բոլոր քարերը իրենց տեղում են հայտնվում եւ պարզ է դառնում ամբողջ այս իշխանության ծրագիրը։ Եթե կա վերջին խոսք, խնդրեմ, ասեք եւ ամփոփենք այսօրվա մեր հարցազրույցը։ Ուրեմն ես ուզում եմ հուսադրել մեր ժողովրդին, որ ինչպես ասել է մեծերից մեկը, Մեծ Բրիտանիայի ղեկավար Ուինստոն Չերչիլը, որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ վախճանը չէ։ Կարևորը չհանձնվելն ու չհուսահատվելն է։ Մենք չենք հանձնվելու եւ չենք հուսահատվելու։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ հայ մեծ բանաստեղծ Չարենցի խոսքերը, որ ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Մենք պետք է համախմբվենք, սփյուռքա հայությունը, Արցախի հայությունը, Հայաստանի մեր հայրենակիցները, նաև Հայաստանի քաղաքացիները անկախ ազգությունից եւ բոլոր երկրներում ապրող մեր հայրենակիցները համախմբենք մեկ գաղափարի շուրջ, համախմբվել, հեռացնել գործող ապազգային թրքամետ իշխանությանը, ձևավորել ազգային իշխանություն եւ բնականաբար այդ ձևավորված նոր իշխանությունը կիրականացնի մեր նպատակները հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Շնորհակալ եմ, ամենայն բարիք եմ մաղթում ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Բազյան, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր ես հյուրընկալել էի հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման ղեկավար, համահայկական ազգային միասնության խորհրդի վարչության անդամ, Պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազյանին։ Լավ եղեք, կհանդիպենք